հոկտեմբերի 27 դաշնակցություն եւ պղծություն։ Այս վերնագիրն եմ ուզում տալ այս տեսանյութին, որտեղ այստեղ խոսելու եմ դաշնակցության բյուրոյի անդամ կամ դաշնակցության ստվերային կառավարիչ, դե ֆակտո կառավարիչ Հրանտ Մարգարյանի, այս մարդու հայտարարության մասին, որում վերջինս ուղիղ տեքստով ասել, որ հոկտեմբերի 27-ը ընդամենը պորտկում էր, չի բացառվում, որ նմանատիպ պորտկում էլի լինի, եւ հետևանքները ինքը չգիտի, թե ինչ կլինի, բայց բուն ակտը կլինի սրբության սրբոց։ Ուրեմն ուզում եմ ասել, որ սրբապիղծ է այն մարդը, ով կարող է տերորիզմը համարել սրբության սրբոց։ Ցանկացած քրիստոնեական արժեք դավանող մարդ իմ հետ կհամաձայնի, որ եթե մարդը տերորիզմը, հոկտեմբերի 27-ի պես տերորիզմը կամ ցանկացած տերորիզմ համարում է սրբության սրբոց, այդ մարդը սրբապիղծ է։ Ուրիշ բան չի։ Այն որ դաշնակցությունը հոկտեմբերի 27-ի պղծության թիվ 1 շահառուներից մեկն է Ռոբերտ Քոչարյանի հետ մեկտեղ, դրա մասին բոլորը գիտեն։ Բոլորը գիտեն, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ հոկտեմբերի 27-ի գլխավոր դերակատարներից մեկը Նաիրի Հունանյանը փաստացի ծնվել է դաշնակցությունում։ Ծնունդ է առել դաշնակցությունում։ Փաստացի նրա ուղեղը լվացել ու բան են արել հենց դաշնակցությունում։ Պատահական չի, որ հոկտեմբերի 27-ից հետո էր, որ դաշնակցության թևերը բացվեցին, այսպես սկսեց սավառնել դաշնակցությունը նախարարական պորտֆելներով եւ մնացածով եւ դեսով եւ դենով։ Հոկտեմբերի 27-ից հետո էր, որ Ռոբերտ Քոչարյանը, որը միջև հոկտեմբերի 27-ը ինքն իրեն անվանում էր անկախ արբիտր, տենց նախագահ էր ճիշտ է, բայց ասում էր ես տենց լիազորություն չունեմ, ուղղակի արբիտրի դեր եմ տանում վարչապետի ու ազգային ժողովի միջև, ազգային ժողովի նախագահը Կարեն Դեմիրճյանն էր, վարչապետն էլ Վազգեն Սարգսյանն էր, սպարապետն էր։ Ռոբերտ Քոչարյանը ասում է ես այդտեղ ընդամենը արբիտր եմ, տենց մի երևելի լիազորություն չունեմ, էլ հոկտեմբերի 27-ից հետո սակայն այդ մարդը տենց Անգլիայի թագուհու կարգավիճակից կտրուկ դարձավ իր բառերով ասած երկրի միակ տղամարդ։ Այս մարդիկ են եղել հոկտեմբերի 27-ի շահառուներ։ Ու հիմա էլ մի հատ էլ սրանք էլ ասում են նորից, բայց նմանատիպ մի պորտկում չի բացառում։ Ծոցորակներ էլ կտեսնեք, այտենց պորտկումներ կտեսնեք։ Այդ ձեր այդ ամբողջ տերորիստապաշտ կազմով որպես այդպեսին գնալու եք ու լցվեք Նաիրի Հունանյանի կողքի խցերը որպես այդպեսին։ Ուրիշ բան ձեզ չի սպասվում ձեր կյանքում։ Ձեր երազներում նոր հոկտեմբերի 27 կտեսնեք, պարոնայք։ Բայց կարևոր է, որ սրան հասարակությունը տա գնահատական։ Կարևոր է, որ հասարակությունը գնահատական տա նրան, որ դաշնակցության փաստացի կառավարիչը հոկտեմբերի 27-ը անվանում է պորտկում։ Պորտկում էր էլի, տենց պորտկում էր, ոնց ալնում, չէ, գերոջ հետ վիճում ես, մեկ է պորտկում ես ու գոռում ես։ Այ տենց մի հատ պորտկում էր իրանց համար հոկտեմբերի 27-ը։ Կամ սրբության սրբոց։ Չգիտեմ, օրինակ իմ համար սրբության սրբոց ավետարանն է, Աստվածաշունչն է, մեր եկեղեցին է, մեր եկեղեցիներն են, իմ հավատքն է, իմ պետությունն է վերջի վերջո։ Իրանց համար սրբության սրբոցը հոկտեմբերի 27-ն է ու նմանատիպ տերորիստական ակտերը։ Չնայած ինչ սպասել մարդկանցից, որոնց մեջից Նաիրի Հունանյանն է դուրս եկել, անկեղծ չեմ պատկերացնում, թե ինչ սպասել։